Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Ես շարունակում եմ նկարահանումների շարքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ներկայացնում եմ հիմնականում այն մարդկանց, որոնք գտնվում են այստեղ։ Այսօր պատիվ ունեմ խոսելու սիրված եւ ճանաչված դերասան Աշոտ Եդիգարյանի հետ։ Մնացեք մեզ հետ, նա մեծ ասելիք ունի։ Հիշում եմ շատ դեպքերում մենակ եմ լինում, նույնիսկ լաց եմ լինում։ Այն Աստված 10 օր խոսել ես չէր գալիս։ Հիմա ես սիրտս լցվեց։ Երբ Հայաստանից հեռացաք, շատ էմոցիոնալ վիճակում էիք։ Հա։ Ասում եմ դու ցանկանում ես Աստված տնօրինում ա։ Հարցեր կան, որոնց հետ անհաշտ եք։ Անպայման, իհարկե։ Սա ճակատագրի դաժան խաղեր, մի տարվա մեջ 6 եւ 9 տարեկան երեխաներին թաղումը։ Ձեր թիկունքը ինչպես կոտրվեց այդ ժամանակ։ Ուրեմն անմեղ կորավ այդ արյունը, էլի։ Ամենաշատը ինչից եք հիասթափված։ Եվ երբ որ կորցրի, իրոք ես որփացա եւ Բարև ձեզ, պարոն Եդիգարյան։ Բարև ջան։ Ինչպես եք։ Լավ, փառք Աստծո։ Ոնց եք ընտելանում այստեղ եւ ոնց եք ապրում Հայաստանից հեռու, լինելով արտիստ։ Հայաստանից հեռու ապրելը շատ դժվար է, շատ։ Այդ կարոտը գիտես ինչ է անում։ Ինչ վերաբերվում է երկրի մասին, հրաշալի երկիր է, կայացած երկիր է, ավելի քան կայացած։ Բայց Երևանցին պետք է Երևանում ապրի, էլի։ Օրինակ ես իմ տեղը ճիշտ չեմ համարում, որ ստեղ եմ հիմա։ Չեք գտնում ձեզ այստեղ։ Չէ, գիտեք, դե ապրում ես, էլի, փառք Աստծո, երկիրը ապահովում է, քեզ շատ հարցեր լուծում է քո համար, բայց այն Երևանի կարոտը անընդհատ քեզ ոնց որ տանջի, էլի, ամեն օր։ Ոնց որ լիարժեք չապրես։ Գոյություն ես պաշտպանում։ Իսկ Երևանում ապրում ես լիաթոք, լիարժեք։ Դուք հյուրախաղերով եւ շրջագայություններով եկաք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ապրեցիք 7 տարի։ Չէ, ես դրանից առաջ եկա հյուրախաղերով 2000 թվականներ, մի քանի ամիս մնացի վերադարձա։ Իսկ այդ ժամանակ որ եկել էի, իմ դասընկերուհին ասեց կուզես եղբայրս քեզ գրին քարտ խաղացնի այդ խաղը։ Դե ասի թողանի, բայց մտքից ծայրով չի անցնում, որ կարող է հանկարծ 7 տարի հետո 2007 թվականին զանգ է տալիս եւ ասում է շահել ես։ Իհարկե չէի ուզում գայի, բայց կինս ասեց շանս է, գնանք տեսնենք երկիրը, հետաքրքիր է։ Որտեղ ինձ 90-ականներին առաջարկել էին կամ Ամերիկա կամ Ավստրալիա գնալ։ Ես ասացի մտքովս չի անցնի նույնիսկ։ Անհնարին բան եք ասեցի։ Հետո եկանք 6 ամիս էստեղ, 6 ամիս այնտեղ, նորից 6 ամիս այդպես մոտ 7 տարի, 8 տարի։ Եկաք այստեղ ապրեցիք 7-8 տարի, հետո վերադարձաք Երևան, Հայաստան։ Հա։ Ես տեսա ձեր հարցազրույցներից մեկը, դուք խոսում եք մեծ կարոտի մասին եւ մեծ խանդավառությամբ եք խոսում, հատկապես այն թեմայի շուրջ, երբ վերադարձել եք Հայաստան։ Ինչի մասին է խոսքը։ Ու ձեր խոսքում ասում էիք, որ ել չեք գնալու։ Մշտապես մնալու եք եւ հաստատելու եք Երևանում։ Այնինչ ձեր կյանքի անիվը էլի ձեզ բերեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ասեմ ինչու, Արեգ ջան։ Ուրեմն աղջիկս Իվետան պետքա գար Ամերիկա, մենք դիմել էինք նրա համար, իսկ որպեսզի նրան թույլատրեն գա Ամերիկա, մենք պարտավոր ենք այստեղ լինել։ Ուղղակի ստիպված վեր կացանք եւ եկանք։ Եկանք, այդ արդեն մի տարուց ավել է այստեղ ենք, մի հատ ամառը գնացինք, նորից եկանք։ Հիմա այսպես կամ ու կացի մեջ տեսնենք, էլի Աստված ոնց կստացվի։ Ձեր Երևանի տունը, որը շատ մոտ է Հանրապետության հրապարակին, կողպել եք եւ եկել եք այստեղ օտարության մեջ։ Տուն եմ վարձել։ Հա, իմ տունը մնում է, փակել ենք։ Աղջիկս մեկ գնում նայում է տանը։ Այդպես այն հույսով որ պետքա գնամ անպայման։ Այստեղ շատ եք տանջվում։ Չի ասի, չէ, այդ կարոտն է մենակ։ Ես աշխատանք ծանր չունեմ, համարը չեմ էլ աշխատում։
լավ շրջապատ ընկերներ, երաժիշտներ, երգիչներ։ Հիմա Իվետայի հարցերը կարգավորվել է այստեղ։ Հա։ Բայց դուք դեռ այստեղ եք։ Դե արդեն մտածում եմ վերադառնալու մասին։ Արդեն։ Մեղադրում եք ձեզ, երբևէ մտքեր անցել են ձեր մեջ, որ Հայաստանից հեռու եք ապրում, այստեղ եք ապրում, մարդկանց քիչ եք ճանաչում, հիմնական ձեր գործը թողած Երևանում, այստեղ եք պարապուրդի մեջ։ Գիտեք, Արեգ ջան, այստեղ բեմադրություններ եմ արել, բավական լավ, ուրեմն արձագանք ենք ստացել։ Այստեղ կիսատ պրատ ֆիլմ նկարեցին, կիսատ մնաց, ինչ-ինչ պատճառներով։ Ուրիշ բեմադրիչների մոտ խաղացել եմ։ 2 օր առաջ էլ փորձի էինք, շատ հարգարժան Գրիգոր անունով մի ընկեր կա, ռեժիսոր, դերասան, սցենարիստ։ Ուղղակի առաջարկեց պիես, որը այնքան սրտովից չէր, ավելի մանկական ինչ-որ բան էր։ Ես ճիշտն ասած կուզեի այնպեսի լավ ստեղծագործական խոշոր գործ դիներ, էլի ավելի մեծ գործ դիներ։ Մի խոսքով չենք կտրվում լրիվ, բայց ամեն դեպքում գիտեք, միակ ամենավատ բանը այդ կարոտն է։ Կարոտախտ հիվանդությունը դա ուղղակի մարդու շատ ծանր հիվանդություն է։ Երբ Հայաստանից հեռացաք, շատ էմոցիոնալ վիճակում էիք։ Հա։ Կարող եք այս շրջանի մասին ձեր հույզերը բարձրաձայնել։ Ես նկարվում էի, ավարտեցի մինչև վերջի վարկյանը, մի քանի ժամ էր մնում, որ պիտի թռնեի, ես հենց նկարվում էի։ Շուտ տելեսերիալ էր։ Հասա Ամերիկա, մի օր հետո փաստորեն զանգեցին Երևանից, թե արի ֆիլմ ենք սկսում։ Ասեցի նոր եմ եկել, մի օրվա եկած եմ, ոնց կամ։ Մի խոսքով։ Այդպես ստացվեց, էլի, այս անգամ էլ չես հասկանում, էլի, չգիտեմ։ Ասում եմ, դու ցանկանում ես, Աստված տնօրինում է, Աստված է կուղորտում։ Հարցեր կան, որոնց հետ անհաշտ եք։ Անպայման, իհարկե։ Շատ հարցեր կան։ Ասեմ, որ հետևում եմ այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, Երևանում, մասնավորաբար եւ լրիվ կուրսի եմ թե քաղաքական անցուդարձից թե կենցաղային մի խոսքով եւ չասեմ որ ամեն օր Երևան հեռախոսակապի մեջ եմ ընկերներիս հետ դստրիկիս հետ թորնիկներիս եւ այլն Արեգ ջան Համացանցում տեղեկություններ տարածվեցին որ դուք այստեղ աշխատում եք մեկ այլ աշխատանքով տարատեսակ տեղեկություններ տարածվեցին։ Ուզում եմ, որ դուք այդ հարցերի պատասխանները տաք։ Զբաղվում եք տարբեր աշխատանքներով, որոնք ձեր հետ կապ չունեն, ձեր մասնագիտության հետ կապ չունեն, քանի որ ձեզ պետք է գումար վաստակել։ Չէ, հիմա ես ասեմ։ Ուրեմն այդ անցած 7-8 տարի, որ ապրեցի այստեղ, Երևանում այսպիսի բան էին տարածել, թե տաքսի եմ վարում։ Բայց ոչ մի անգամ ես տաքսի չեմ վարել այստեղ, չեմ աշխատել։ Անցած տարի աշխատում էի activity-ա կոչվում, կուլտ մասավիկ, հա մեր լեզվով ասեմ, ծերերի մանկապարտեզ կա, մինչև ժամը 1-ը, առօրվա ժամը 9-ից, գալիս են տարիքով մարդիկ եւ զբաղեցնում ես, միկրոֆոնը միացնում ես, երգում են, պարում են, մի խոսքով միջոցառումներ, խաղեր ես անցկացնում։ Այդ գործն էի անում, երբ որ եկա Երևան ամառը հետ վերադարձա, արդեն ուրիշի էին վերցրել եւ բնականաբար կորավ գործը։ Հիմա չեմ աշխատում, ոչ հիմա չեմ անում։ Իսկ այդ ասեկոսեներ, բա ինչ ասես գրում են Facebook-ում։ Մի խոսքով այդ ամեն իրականության հետ որևէ աղերս չունի։ Չէ, Արեգ ջան, չէ։ Պարոն Ետիգարյան, ինչից եք հիասթափված, որի հարցում փորձում եք ջանքեր ներդնել այդ ամենից դուրս գալու համար, ամենաշատը ինչից եք հիասթափված։ Երբ որ տեսնում ես այն մարդիկ, ովքեր Հայաստանում շատ ծանր պայմաններում են ապրել, եկել են այստեղ մի քիչ լավ են զգում իրանց եւ շատ ցուցամոլ են դարձել, ցուցամոլ ինքնասիրահարված, այդպես բաներից հիասթափություն ես ապրում, էլի, քու ազգից, քու ժողովրդից, բայց եւ կան շատ գնահատելի մարդիկ, հրաշալի մարդիկ, որ Երևանի համու հոտը դրանցից է սառնում, դրանց հետ սեղան նստելու, ճանապարհորդելու եւ այլն, իսկ այստեղ հնարավորություններ շատ կան։
գնաս, մանգաս եւ տեսարժան վայրերն էլ պակաս չեն։ Մեծ երկիր է։ Հայաստանում գնահատված եք զգում ձեզ վերջին շրջանում։ Դե խնդրում եմ անկեղծանալ։ Ես անկեղծ ասեմ, ես ում կողմից, ժողովրդի թե կառավարության։ Բոլորը միասին։ Ժողովրդի կողմից իհարկե գնահատում են։ Ես ունեմ մի ստվար բանակ, որոնք ինձ շատ են հավանում, շատ են սիրում։ Եվ մեկ որ պատահաբար ինչ-որ նկար անգնում Facebook, այդքան ես սիրահար չեմ Facebook-ի, ամեն դեպքում այդ կոմենտները, որ կարդում ենք, լավ բաներ են գրում։ Հետո փողոցներում օրական երևի մի 10-20 հոգու հետ կանգնում են, կարելի է ձեզ հետ նկարվել, բան թե Հայաստանից, թե եկողներից, տուրիստ եկողներից եւ դրանով այդ չափանիշներից ելնելով ինձ կարծում եմ, որ գնահատում էին։ Ինձ էլ պետքա որ ժողովուրդը գնահատի։ Ում կողմից գնահատված չէիք։ Ինձ հարկավոր չի որ կառավարությունը ինձ գնահատի կամ չգնահատի։ Ինձ բավական է 2-3 արվեստի ուրեմն գիտակներ, ովքեր մի կամ երկու լավ խոսք են ասում իմ մի դերի կամ մյուսի մասին, դա ինձ բավարարում է։ Ես քչով բավարարվող եմ։ Որպես արտիստ Հայաստանում գոհացած եք ապրում։ Ստեղծագործական առումով։ Ոչ։ Ֆինանսական, ֆինանսական որ գոլն եմ, ստեղ ինչ գործ ունեմ, ցավը տանեմ։ Արեք ջան, ֆինանսապես այնտեղ շատ քիչ աշխատավարձ են տալիս, կոպեկներ, թատրոնից բան։ Ոնց կարաս գոհ լինես։ Այսինքն կարելի է եզրակացնել, որ ֆինանսական պատճառներից դրդված եկաք այստեղ։ Նաև ոչ միայն, բայց նաև ֆինանսական։ Եվ ես համոզված եմ, որ այստեղ հայերի մեծ մասը այդ աշխատանքի ֆինանսի հետ կապված այդ պատճառներով է, որ գալիս են այստեղ։ Երբևէ հարց տվել եք ձեզ, անցել եք որոշակի ուղի, շփվել եք շատ մեր մեծերի հետ, մեծ բեմում բավականին շատ ներկայացումներ եք ունեցել, երևացել եք էկրաններին, հասել եք այս տարիքին։ Ինչու պետք է ձեր նման դերասանը այդ պատճառներից դրդված լքի հայրենիքը։ Ինչու։ Տվել եք այդ հարցը ձեզ, բայց խնդրում եմ միայն մեկ պայմանով, անկեղծ պատասխան։ Ես անկեղծ ասեմ, Արեգ ջան, հետ գնանք 30 տարի ու գանք մինչև մեր օրերը։ 30 տարի դու պետք է ասեիր մի բան, որը չէիր մտածում։ Իսկ ես չեմ կարող այդպես։ Ասեմ մի բան, որ ես ինքս այդպես չեմ մտածում։ Ինչ է երբևէ ձեզ արգելվել որ ասել։ Չէ, դու ինձ ճիշտ չհասկացար, Արեգ ջան։ Այսինքն ես չէի կարող կոպիտ ասած պետության դուդուկի տակ արվեստագետը ազատ մարդ է։ Եվ ինչ մտածում է, այն ասում է։ Չէի կարող այդ կերպ կաղապարված ապրեի։ Եվ այդ իսկ պատճառով շատ բաներից հետ ընկանք։ Ես իմ ստեղծագործական հնարավորությունների իմ կյանքում արել եմ ընդամենը 10-15%։ Եվ որ կարող էի անել 80-60% գոնե։ Դա գալիս է մի բանից, որ չես ենթարկվել, էլի, չես ասել, վայ, այստեղ փող կա, կանգնի գնամ, անկախ նրանից ում համար ես ելույթ ունենում, ինչ շատ անգամ առաջարկել են ինչ-որ մեկի համար քարոզարշավին մասնակցել, ես հրաժարվել եմ։ Այդ խորհրդարանի դեպուտատ բան եւ այլն։ Այդ չկատարված գործերի ափսոսանքի համար, երբ մեղադրում եք ձեզ, առաջին պատճառը ո՞րն եք գտնում։ Ձեր տեսակի մեջ։ Իմ տեսակը այդպես պետք է լինի։ Ուրիշ դեպքում ես աշոտ չէի լինի Եդիգարյան, այլ կլինեի մի ուրիշ մարդ։ Ես այդ կերպ եմ։ Ես չեմ կարող մածունը սպիտակ լինի, ասած։ Այսինքն չեմ կարող ինձ կեղծել։ Պետության կողմից երբևէ բարձր գնահատանքի արժանացել եք։ Ես վերջերս մի 8 տարի առաջ, 9 տարի առաջ խոսակցություն եղավ, ինձ առաջարկեցին մինիստրությունից, ոնց աշխատող մեկը, որ թող թատրոնը դիմի, քեզ վաստակավորի կոչում տանք, ես հրաժարվեցի։ Ինձ այդ նույնիսկ 90-ականներից էս կողմ ես միշտ գտել եմ այդ կոչումները անազնիվ բան է, էլի դա։ Տալիս են, որ չգիտեմ, ինչ բաներ դու անես իրանց համար այդ տվողների։ Ես հրաժարվեցի, նախ արդեն ժամանակը անցել է իմ կոչում տալու, եթե տային պետքա շատ ավելի տարիներ առաջ տային։ Բայց սպասել եք տարիներ առաջ։ Չէ, մտքովս չի անցել։
Հավատա մտքովս չի անցել երբևիցե։ Ես միշտ ասենք լավ եմ զգացել, երբ որ զանգել են եւ ասել են նկարահանում կա կամ ինչ-որ բանի պետք է մասնակցել ներկայացման։ Այդ ժամանակ լավ եմ զգացել, իսկ առանձնապես կոչում ստանալ, բան եւ այլն, տենց բաներ կա, չէ՞, մրցանակներ կա, ինչ-որ թատերական բան եւ այլն։ Դա ինչ-որ հատուկ օրինաչափությամբ ամեն թատրոնի մի քանի դերասանի ամեն տարի տալիս են, բան, ես դրանց այդքան նշանակություն չեմ տվել։ Արեգ ջան։ Վերադառնանք ձեր անձնական կյանք։ Ձեր հայրը ձեր համար չափանիշ էր։ Այո։ Հեղինակություն։ Անպայման։ Դուք բավականին երիտասարդ էիք, երբ կորցրեցիք ձեր հորը։ Հա։ Հատկապես ինչ ծանր օրերի միջով անցաք ձեր հոր կորստից հետո եւ ձեր թիկունքը ինչպես կոտրվեց այդ ժամանակ։ Ես դեռևս 15-14 տարեկանից երբ սկսեցի գիտակցել արդեն ավելի կյանքը, ես միշտ վախեցել եմ հորս կորցնելուց։ Անընդհատ այդ միտքը ինձ հետևել է, որ Աստվածին, որ հանկարծ չլինի, ես ոնց կտանեմ, ինչ կերպ կտանեմ։ Եվ երբ որ կորցրի, իրոք ես որբացա եւ մինչեւ այսօր, մինչեւ առ այսօր հիշում եմ շատ դեպքերում մենակ եմ լինում, նույնիսկ լաց եմ լինում, որտեվ ինքը ինձ համար խորհրդանիշ էր, ինքը ինձ համար, չգիտեմ, կատարյալ էր ամեն առումով։ Մի խոսքով երիտասարդ տղա կորցնում է հորը, եղել են դեպքեր, երբ նեղության մեջ կամ ինչ-որ ձևով ընկճված վիճակում եղել է ձեր մեջ հավաքված լիքը բան, որ ցանկություն է եղել խոսել ձեր հոր հետ։ Իհարկե, իհարկե։ Եվ հետո երազում էլ տեսնում եմ առ այսօր։ Դե շատ կապված է, ես չգիտեմ, հորս հետ հատկապես շատ կապված էի։ Սիրում եք հատկապես նրա երգերը։ Նա լավ երգում էր, արտիստիկ մարդ էր, հումորով, անսահման հումոր ուներ, անսահման։ Եվ եթե որբ չլիներ, նա երևի շատ ու շատ բաների կհասներ, որբ է եղել։ Փոքր հասակում հայր-մայր չի ունեցել եւ իր հորաքույրն է պահել իրեն։ Մի խոսքով, եթե ես հիմա արվեստի բնագավառում եմ, ինձ թվում է իր գեները իմ մեջ կան հաստատ։ Նա ողջունում էր ձեզ արվեստում։ Ոչ, ոչ։ Դեմ էր։ Իհարկե դեմ էր։ Կամ դարի ուրեմն տնտեսագետ, կամ դարի ինժեներ, եւ նույնիսկ եղել է դեպք, որ տարել են մամայի հետ տարել են գործերը տվել ենք, հետո ես գնացել եմ առանձին գործերս հանել եմ Պոլիտեխնիկ ինստիտուտից։ Բայց երբ որ արդեն իմ մասին թերթերը սկսեցին գրել, դեռ հայրս ողջ էր, մի անգամ տեսա թերթը ծալեց, թաքուն դրեց գրպանը ու գնաց։ Ըստ երևույթին ընկերներին ցույց տա, որ իր տղային նկարով բան թերթում գրել են տղայի մասին։ Մի խոսքով կարելի է եզրակացնել, որ ձեր հայրը այդպես էլ չտեսավ կայացած դերասան Աշոտ Եդիգարյանին։ Հա, չտեսավ։ Ցավ եք ապրում։ Շատ, երբ որ ինքը մահացավ, ես դեռ այն առաջի քայլերը կարծես թե մեկ կամ երկու անգամ TV-ով ցուցադրեցին, բան եւ այլն։ Մի խոսքով չտեսավ։ Հատկապես ինչ կուզենայիք հարցնել, ինչ խորհրդի կարիք ունեիք։ Ախ, ողջ լներ։ Ընկերներին հավաքեի տաների մի հատ լավ տեղ պատիվ տայի։ Լավ զգար իրան։ Չէ, դե ինչ խորհուրդ։ Չգիտեմ։ Մանկությունից հատկապես ինչը չեք կարողանում հանել ձեր մտապահոցից։ Մանկությունից Երևանի կենտրոն, իմ սիրած փողոց, իմ սիրած ծառ, իմ սիրած տունը, իմ սիրած այգին։ Ես հիմա որ զանգում եմ Երևան թորնիկիս հետ խոսում եմ, ասում եմ պատուհանից ցույց տուր փողոցը, այդքան կարոտում եմ։ Կարոտում եք ոչ միայն ձեր փողոցը, հայրենիքը, այլ նաև անասելի կարոտ եք տածում դեպի ձեր անունը կրող թորնիկին։ Թորնիկին, հա։ Փոքրիկ Աշոտին։ Ամեն օր հետ է խոսում եմ։ Շատ եք կարոտել։ Ամեն օր։ Անսահման։
Ամեն օր խոսում ենք իրար հետ։ Այսօր գիտար էր նվագում եւ կակավիկներ երգում ինձ համար։ Բա կակավիկ։ Ու ուրախացա, գիտես, մտքում ես որ ասենք կակավիկ է երգում, էլի, ոչ թե ինչ-որ ռաբիզ ինչ-որ մի բան։ Ձեր հայրն էր երգում, ձեր թորիկն երգում։ Հայրս ընդունվել է ուրեմն շատ մեծ կոնկուրսի դեպքում ընդունվել է ուրեմն ֆիլհարմոնիայի այդ երգի բարի անսամբլ ինչ-որ խումբ են հավաքել են թվերին։ Եվ մոտ 3-400 հոգուց ընդամենը 15 հոգի տղա են ուրեմն ընդունել։ Մի տուն երգել է եւ ասել են դու անցած ես։ Հետագայում մայրս արգելք է հանդիսացել, որտեղ ծանոթուին ասել է որ նա որ գնաց հյուրախաղերի, բանի իմացի որ քեզից կբաժանվի, կթողնի քեզ։ Եվ մայրս ասել է կամ դա արվեստը կամ ես, խեղճերս չի գնացել այդ ուղղությամբ, էլի։ Մոր մասին խոսելիս մեծ հիացմունքով եւ խանդավառությամբ եք խոսում։ Բնական է։ Կորսել եք նաեւ ձեր մամային։ Էլի 2000 թիվն էր։ Ես 40 տարեկան էի, մայրս մահացավ։ Որդու համար մայրը, հատկապես հայ որդու համար հայ մայրը դա սրբություն է։ Մեկ այլ կարգ է սրբություն։ Այո, իհարկե։ Այդ առումով ինչ զգացիք։ Հոր կորուստը մեկ այլ ձև են տանում, մոր կորուստը մեկ այլ ձև են տանում։ Այո։ Այդ ժամանակ ինչ հասկացաք։ Ինչ։ Զգացի որ լրիվ որբացա։ Որ մենակ հայրս էր մահացել, կիսավորբ էի։ Հետո լրիվ որբացա։ Հիմա մտածում եմ, ասում եմ, դա հասանք իրանց տարիքին, էլի արդեն։ Շշմելու բան է։ Այն ժամանակ կարծում ենք իրանք տարիքով մեծ են, բայց հիմա տեսնում ես, որ ոնց որ երեք լիներ քո անցած կյանքը։ Սովորաբար տարիքի հետ մարդկանց մտքերը եւ հատկապես վախերը փոփոխվում են։ Որքան հասակ ես առնում, այդքան փոփոխվում են։ Ձեր այդ տարիքում հատկապես որոնք են վախերը։ Գիտես, sense խոսքա, չի ասում առաջվա խելքս ըններ էլի հիմա, չէ, հիմիկվա խելքս առաջ ունենայի եւ այլն։ Կյանքը դե փորձ է մարդը ձեռք բերում, ավելի իմաստուն է դառնում։ Ես դրանով համոզվել եմ, իմ անձամբ, իմ օրինակով։ Ես քո հարցը երևի լավ չհասկացա, Արեգ ջան։ Այսօր հասակ առնելով բավականին, ամենաշատը ինչից եք վախենում։ Վախենում։ Այո։ Որ միտքն է վախեցնող ձեզ համար։ Շատ ուրիշ հարց ես տալիս։ Ամենաշատը վախենում եմ որևէ հարազատի կորուստից։ Աստված մի արածце։ Ամենաշատը դրանից եմ վախենում։ Որ իմ շրջապատում, իմ հարազատների մեջ կորուստ չունենամ։ Յուրաքանչյուր դերասան ունենում է սիրելի եւ երազած դերեր։ Որն է Աշոտ Եդիգարյան դերասանի սիրելի եւ երազած դերը, որը այդպես էլ չմարմնավորեցիք։ Արեգ ջան, ցանկացած դերասան իր մտքի մի խորը անկյունում կյանքում երազում է խաղալ Համլետ։ Դե շշմելու դեր է, յուրոք ստեղծագործելու շատ բան կա։ Ես սիրով խաղայի, ասենք, Օստապ Բենդեր մեր ինստիտուտում ներկայացում ինչ որ երեխեքից մեկը բեմադրում էր եւ բոլորը ասեցին Աշոտին տվեք այդ դերը, հետո ինչ տվեցին, ուրիշի տվեցին ամեն դեպքում։ Վշտացաք։ Չէ, պատկերացրու, ուղղակի կուզեի խաղայի։ Ես ուրեմն խաղացել եմ առաջի փանջոնին Հայաստանում, բեմի վրա։ Բեմի վրա 2 ժամ մնալով, անդադար խաղալով։ Այո, Դավիթ Հակոբյանի հետ մենք փոխարինողներ էինք, այսինքն դուբլորներ էինք, եւ փանջոնի խաղացինք մենք առաջինը։ Անընդհատ խոսում ենք, շարժվում ենք եւ այլն, ահագին էներգիա էր ծախսվում, ու իրոք 2 ժամ բեմից դուրս չէինք գալիս։ Խաղացել եմ Դեգամերոնում, հաճելի լավ դեր էր։ Այդ փանջոնին շատ էի սիրում այդ կերպարը։ Դեպ այսօրվա է նաև փանջունին։ Երևան Դոցյանը ուղղակի այդ մի գործով ինձ համար շատ մեծ հեղինակ է, մեծ ստեղծագործող է։ Շփվել եք մեր մեծերից շատերի հետ։ Շատերի, դա։ Մհեր Մկրտչյան, Ալբերտ Մկրտչյան։ Ավարտել եք Հենրիկ Մալյանի կուրսը։ Ուրեմն ավարտել եմ Ալբերտ Մկրտչյանի կուրսը սկզբում,
կինոդերասանի ստուդիա կար, կինոստուդիային կից։ Հետո ընդունվեցի Հենրիկ Մալյանի ուրեմն կուրսը։ Եվ դա էլ ավարտեցի։ Հետո ասպիրանտուրամ 3 տարի էլ ասպիրանտուրա եմ սովորել, հետո կիսատ թողեցի։ Մի խոսքով տենց։ Ինչպես եք վերաբերվում ձեզ հատկապես այն հարցում, երբ իմանալով հանդերձ, որ ավարտել եք Հենրիկ Մալյանի կուրսը, բեմում, մեծ բեմում փայլու ներկայացումներ եք ունեցել եւ միանգամից անցում եք կատարել սերիալներ։ Սերիալներ այն ժամանակ, երբ այսպես ասած ինչ որ ձևով վարկաբեկված էր սերիալները։ Ասեմ։ Ձեզ համար դժվար էր։ Չէ։ Ինձ սերիալից առաջ էլի ինչ որ մի փոքր սերիալ նկարում էին, ես հրաժարվեցի։ Ուղղակի մի խոսքից ասեցին, արի մի հատ պրոբա անենք, քաստինգ։ Ես նեղվեցի, որ ինձ արդեն ճանաչում եք բան ինչ պրոբա եւ ուրիշին խորհուրդ տվեցի կանչեն եւ նա գնաց եւ այլն։ Սերիալներ ստեղծագործական process է։ Եվ որ դու մեծ ֆիլմեր չունես նկարվելու կամ մեծ եսին ինչեր անելու, սերիալներ է ստեղծագործական process։ Ստիպված եք լինում։ Դե, հա։ Որտեւ ես հաճույքով եմ արել, այդ վերվերածների մեջ մեծ սիրով էի խաղում։ Աշխատանք չեք ունեցել, ստիպված եք եղել, ֆինանսի կարիք եք ունեցել։ Ես ֆինանսի այդ ժամանակ այդքան ֆինանսել չէին տալիս, ասեմ սերիալներից։ Ֆինանսը երկրորդական, երրորդական է եղել իմ ամբողջ կյանքում։ Ուրիշ դեպքում ես հիմա շատ ավելի հարուստ մարդ կլինեի, քան կամ։ Ախր գիտեք ինչ, Արեգ ջան, սերիալում դու եթե լավ անես ինչ որ անում ես, ժողովուրդը կսիրի, որակը դու բարձրացրու քո խաղով, քո շնորհքով։ Անպայման չի որ սերիալը պետք է լինի վատ, ինչի համար։ Հիմա կան վատ սերիալներ, ասեմ ինչի։ Կադրը սկսում ես լսիկ վիդեո, լսում ես ինչ եմ ասում, այս ձևի չի կարելի սկսել նախադասությունը։ Ինչ-որ դաժանություն, ծեծ, ջար, չի կարելի։ Ինչի համար մեր սերիալը նման քննություն բռնեց։ Շատ բարձր ուրեմն վարկանիշ ուներ, շատ բարձր, որովհետև բոլորը պրոֆեսիոնալ դերասաններ էին։ Իսկ հիմա նայում եմ մի հոգի երկու պրոֆեսիոնալ են, մնացած փողոցից շատ ներողություն խոսքիս համար վերցրած մարդիկ են, պատահական մարդիկ, հորեղբոր տղա, հորեղբոր աղջիկ, ընկերուհի, ընկեր եւ այլն եւ այլն։ Դրամ այլ որակ չկա։ Կարելի է եզրակացնել եւ հետեւություն անել, որ վերվարածներ սերիալում ձեր փայլակի դերը վերջին մեծ հաջողություն գրանցած դերն էր։ Ես ահագին աշխատանք թափեցի այդ դերը, որ ստանամ փայլակին, որտեվ այն ինչ որ զուտ սցենարով էր, այդ աստիճանի սրիկա չէր այդ մարդը, բայց ինձ պետք էր որ նա լավ սրիկա լինի։ Եվ ես սարքում էի։ Սկիզբ էի երբեմն գտնում, ֆինալ էի գտնում երբեմն, ասենք նկարահանման։ Մի խոսքով, եւ վերվարածներից հետո ամենավերջում ես նկարվեցի մի ֆիլմում, կոչվում էր ինչ-որ Անտարի տնակում կհանդիպենք։ Այնտեղ էլ կարծես թե վատ չէի, էլի, երևի։ Քանի տարի բեմ չեք բարձրացել։ Վերջի անգամ բեմ եմ բարձրացել 19 թե 20 թվականին։ Ես որ եկա Երևան, մի հատ բեմադրություն արեցի, ռուսական թատրոնում խաղացինք։ Ոնց է Աշոտ Եդիգարյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից վերադառնում Երևան։ Մտածել էինք էկրան էր, ուրեմն բեմի վրա, ինքնաթիռի մեջ գալիս եմ, իջնում եմ եւ այլն, էկրանից մտնում եմ բեմ։ Եվ հանդիպում եմ տարբեր մարդկանց, թաքնված տեսախցիկ, ծանոթուհի, ընկեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Դա էլ բավական ճիշտ ասած միակ դրա վատը նա էր, որ մի 3 փորձ քիչ արեցինք, որտեղ ին վրա շատ էր ուրեմն ծանրաբեռնվածությունը շատ էր, համ են գործն էի անում, համ մյուսի գործը, համ ռեժիսորի, համ չգիտեմ սցենա, մի խոսքով։ Եվ ուղղակի մի 3 փորձ հետո որ խաղայինք շատ ավելի հղկված կլիներ։ Ստացված կլիներ։ Հա, բայց ժողովուրդը գոհ էր, հավանեցին, կոմեդիա էր էլի։ Պարոն Եդիգարյան, բեմը կարոտում եք։ Շատ։ Այդ այն խոսքը չի։ Բեմի են փոշոտ նույնիսկ են բանի պալավիկ են ասում հայերեն ոնց է ներքնաշոր երևին բեմաշոր չգիտեմ նույնիսկ դրա հոտին եմ կարոտում դա մի առանձնահատուկ բան է ինձ համար դժվար է ձեզ համար բեմից հեռու շատ դժվար դուք եք ձեզ մեկուսացրել բեմից ես չէի ասի ես հանգամանքները
Կամ դուք պետք է մեկուսացրած լինեք, կամ ձեզ մեկուսացրած լինեք։ Չէ, հանգամանքները, կյանքի ընթացքը մի քիչ զիգզագ էսպես։ Ես հիմա էլ մեծ սիրով, եթե հրավեր ունենամ, որևէ ներկայացման մեջ սիրով կմասնակցեմ։ Մտահոգիչ է ձեզ համար այդ թեման, որ բեմից հեռու եք։ Շատ, իհարկե։ Ոնց որ լիարժեք չափես։ Ախր բեմը իմ էության մեջ է։ Բեմը, կամերան, կինոն։ Ես շատ եմ ափսոսում, որ հիմա Երևանում չեմ, որտեղ ընդ ֆիլմ, բան են նկարում եւ ես ցավոք սրտի չեմ մասնակցում։ Շատ կուզենայի աշխատել։ Ձեզնից ինչ չեք սպասել, այնինչ արել եք։ Նենց հարցեր ես տալիս ախր, արեք ինչ չեմ սպասել։ Հա, հիշեցի մի բան, բայց լավ, արի ասենք։ Չէ, ասեք։ Ասեմ, իմ ծանոթներից մեկին 2000-ական թվականներին ուրեմն տան արխու վաճառքի հետ կապված մեծ գումար էին վերցրել եւ գցել էին, կոպիտ ասեմ։ Չէին տալիս այդ փողը։ Այդ իմ ընկերը ասեց, եթե ստանաս այդ փողը դու քեզ լինի, ասեց։ Կորած փողը։ Ես մտածեցի ինչ անեմ, զանգեցի, ասի ուրեմն 6-րդ բաժնից է զանգողը։ Հա, լուրջ, այդ ֆիրմայի տիրոջ հետ։ Ասի վաղ գաք ինձ մոտ, ասի բան, սկզբում շատ լկտի ինչ-որ խոսեց բան, հետո որ տեսավ լուրջ եմ, ինչ-որ մի հատ էլ հնարով է ազգանուն ասեցի, այսինքն ես իմով, հա, դեմ սա վախեցավ։ Վայ, ինչ եք ասում, թող տիկին այսինչի գա, այդ գումարը վերադարձնենք բան, ասի եթե չեմ մյուս օր վաղը գալու ես ինձ մոտ, բան, 6-րդ վարչություն։ Կինը գնաց վերցրեց այդ փողը։ Ասեց արի տամ քեզ, ես չվերցրի այդ փողը իհարկե։ Հա, բերեց ինչ-որ բան դրեց ձեռքիս մեջ ու ինքը գնաց։ Դու նայեցի $100 դրել էր, ասես տղերքի հետ քեֆ կանեք վերջը։ Որ ինձ չէի սպասում տես բան, բայց արեցի էլի ստիպված, հանգամանքները ստիպեցին։ Միջև ձեր ծնվելը ձեր քույրը ավակ եւ ձեր եղբայրը մահացել են։ Հա, մի տարվա մեջ։ Այո, եւ կարելի է ասել, որ նրանց մահից հետո եք դուք ծնվել։ Հա, 5 տարի հետո, 5-6 տարի հետո։ Սա ճակատագրի խաղ էր, թե նախախնամություն, երբևէ հարց տվել եք ձեզ։ Սա ճակատագրի դաժան խաղ էր հորս հետ։ Եվ որ ինքը պատերազմից 7 տարի հետո գալիս է, պատերազմ տևեց մոտ 5 տարի, չէ։ Իսկ մինչ այդ ինքը արդեն զինվորական ծառայության մեջ է եղել 2 տարի։ Եվ 7 տարի հետո երբ գալիս է, մի տարվա մեջ 6 եւ 9 տարեկան երեխաներին ուրեմն թաղումը շատ ծանր հարված է եղել հորս համար։ Սարսափելի։ Հերս գնացել է եկեղեցի, բան, մի հատ զավակ դուր, բան եւ այլն։ Մի խոսքով ծնվել եմ ես։ 40 օր հետո Գեղարդում տարել են կնքել են ինձ։ Հիմա հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Հայ քրիստոնյա։ Կարելի ասել, մշտական բնակություն եք հաստատել այստեղ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մշտական չէ։ Չի կարելի ասել այդպես։ Չէ, իհարկե չէ։ Վերադառնալու եք Հայաստան։ Հա, իհարկե։ Այստեղ ում հետ շփվում եմ ես հայերի, մեծամասնությունը ասում է, որ վերադառնալու է հայրենիք, եթե շատ գումար վաստակի, գա Հայաստանում տուն առնի, բիզնես սկսի, ձեր մոտ ինչպես է այդ։ Ես Հայաստանում տուն ունեմ, ինձ տուն հարկավոր չի։ Եվ այստեղ այս տարիքում ես շատ գումար վաստակելու մասին նույնիսկ իմաստ չունի մտածել, բայց ես ոչ միայն ասում եմ, ես ասեցի ու արեցի։ Ես գնացի Երևան, երբ որ շատ լավ վիճակում է, իրոք լավ վիճակում է, ոնց որ համ երիտասարդ էի ավելի, համ էլ ռիթմի մեջ էի ընկել։ Բայց ես այդ ամեն ինչ թողեցի եւ գնացի Երևան։ Գնացի եւ միտքը չունեի գալու, եթե այ հարցը չլիներ։ Շատ բարի։ Բնակվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ես վստահ եմ, որ հետևում եք Հայաստանում կատարվող իրադարձություններին։ Ամեն վայրկյան, ամեն րոպե։ Պարոն Ետիգարյան, 2020 թվականից մեծ ցավերի միջով ենք անցնում։ Մեծ զոհեր, գիտեմ, պատերազմներ, տարածքային կորուստներ, ինչպես եք հաշտվում կամ համակերպվում Արցախի կորստի հետ ժամանակավոր։ Այն Աստված 10 օր խոսել ես չէր գալիս, հիմա ես սիրտս լցվեց, 10 օր նույնիսկ շրջապատս ես զգացել, որ ես դառել եմ
մի տեսակ մեկուսացած եւ շատ ծանր տարա, շատ ծանր տարա։ Եվ մինչև հիմա էլ, երբ որ ամենանոր անեկդոտը ես էի պատմում, ես չեմ կարողանում պատմել։ Ահավոր բան է։ Ապատիկ վիճակ, ահավոր։ Շատ ծանր եմ տանում։ Ոնց ենք ապրելու այսքանից հետո։ Մի ոսկե փայլուն սերունդ կորցրեցինք։ Ահավոր էր, դա ահավոր էր։ Ես իմ հարազատներից, ընկերներից շատերին կորցրել եմ։ Շատերին։ Պետքա համախմբվենք, սատար կանգնենք մեր պետությանը։ Հասարակ օրինակ բերեմ, Ուկրաինայի օրինակը։ Ոնց համախմբվեցին ու Ռուսաստանի պես հզոր երկրի դեմ ուրեմն պայքարում են։ Եվ նայենք առաջ։ Երբ վերլուծում եք իրավիճակը այս հերվից, ում եք մեղավոր տեսնում։ Ռուսներին առաջի հերթին։ Հորմազիկ հայրս ասում էր, ռուսը սպիտակ թուրքն է, ինչ տարբերություն։ Ես դրանում համոզվեցի վերջի մի քանի տարվա մեջ։ Դավաճանված ենք մենք։ Իհարկե դավաճանված ենք։ Իհարկե։ Ինչ եղավ մեր հետ, ինչ փորձանք եկավ մեր գլխին 15 թվից ընդཐུպ։ Մինչև այսօր ռուսների մեղքն է։ Սա ինչ խաղ է։ Սա եթե հոգևոր դաշտում փորձենք ընկալել։ 15 թվականից մենք ցեղասպանվում ենք։ Մեղքը պետքա մեր մեջ մանկանք։ Արեգ ջան։ Առաջին մեղավորը մենք ենք, նոր հետո մեղադրենք ռուսին, թուրքին եւ այլն։ Մենք մեր մեջ պետքա փնտրենք դա։ Այսօր ինչ է կատարվում։ Ամեն օր հերոստացույցի դեմը գանված նայում են։ Իրար ուտում են։ Ամեն օր գրեթե զոհեր, թուրքը մշտապես հաստատվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Թուրքը կանի, իհարկե կանի։ Եվ որ տենում է Հայաստանում իրար ուտում են։ Հայաստանում ինքը համախոհներ ունի, չէ՞ Հայաստանում։ Ալիևը մատ է թափ տալիս, ճիշտ անում, որտեղ համախոհ ունի։ Եթե մենք հիմա համախոհ ունեինք Ադրբեջանում, մենք էլ նույնը կանեինք Ալիևի գլխին։ Բայց մենք համախոհ ունի Ադրբեջանը Հայաստանի մեջ։ Ում նկատի ունենք։ Ընդդիմություն կոչվածը ինչ է, չգիտեմ, այդ ինչ է։ Ընդդիմություն վերանսը չի բռնում, ասեմ ընդդիմություն։ Ոնց կարելի է այդ աստիճանի։ Ոնց կարելի է վարչապետի հետ դույով խոսել։ Այս ինչ անտակտություն է։ Ես չեմ ընդունում սա։ Ես ոչ կուսակցական եմ, ոչ մեկին հարում եմ, ոչ մյուսին եմ հարում, բոլորով եմ։ Ես կողքից մարդ եմ, արվեստի մարդ եմ։ Որպես արվեստի մարդ, այս ամենին վերջ տեսնում եք։ Իհարկե տեսնում եմ։ Նախ ես օպտիմիստ եմ, լավատես եմ։ Եվ համոզված եմ, որ Աստված մեր կողմից է հաստատ։ Պետք է Աստծո աչքը մեր ազգի գլխից անպակաս լինի։ Եվ պետք է լավը մտածել, որպեսզի հասնենք լավին։ Ես համոզված եմ, որ լավ է լինելու։ Այդ բերելու ենք, Արցախն էլ ենք վերադարձնելու այդ 100%-ով։ Մենք այսօր մտավորականներ ունենք։ Ունենք, իհարկե ունենք։ Հիշում եք 90-ականներին Թատերական հրապարակում, Ազատության հրապարակում, ինչպիսի մտավորականներ կային։ Շատ լավ եմ հիշում։ Ինչպիսի կարգախոսներ, ինչպես էին կանգնած ժողովրդի կողքը։ Լավ եմ հիշում։ Այսօր ունենք այդ համարձակ եւ իրական մտավորականների խավը։ Հատուկ են։ Շատ մոտ եմ եղել թե Վանոյի հետ, թե Ողորմածիկ Վազգեն Սարգսյանի հետ, թե շատերի այն ժամանակվա եւ ես էլ իրանց հետ կանգնած անկախություն էինք պահանջում, բայց հետո նրանք մի անգամից թեքվեցին ինչ-որ, չգիտեմ, որ կողմ եւ այն սին պատրանքները, որ մենք ունեինք, ոչ մեկը իրականություն չդարձավ ցավոք սրտի։ Եվ հետո այլանդակեցին առ 18 թվականը։ Հիմա նոր կարծես թե ինչ-որ բան ուզում են անեն, բայց չգիտեմ ինչ կհաջողվի։ Խաղաղության պայմանագիր արժի ընկել թշնամի երկրի հետ։ Այսօրվա դրությամբ պարտադիր է դա։ Պարտադիր է, որ մենք կարողանանք վերազինվենք, կարողանանք ուժեղացնենք մեր բանակը։ Բայց տեսնում ենք, որ թշնամի երկրի ղեկավարը խաղարկում է պայմանագրի հարցը։ Դե մենք եթե Եվրոպայի հետ համագործակցենք, հիմա նրանց շահերը մերոնց հետ համընկնում են եւ համել մեզ տեր են կանգնում, կարծում եմ, որ այդ հոխորտանքները Ալիևը թող տանի իր
կնոջ վրա հոխորտա, ոչ թե գա Հայաստանի։ Դե շատ բան է խոսում։ Ես էլ կարող եմ ասել Ալիև, չգիտեմ, Բիզիմդիր ինչ են ասում։ Հավեդո խոսելով չի։ Պետք է համարձակվի, չէ՞։ Ստոր եւ նենք քայլի ըստ ձեզ կգնա Ալիևը։ Ռուսն էլ կգնա, Ալիևն էլ կգնա։ Ալիևը ռուսից է կախված։ Ռուսի եթե ասի գնա, հնարավոր է գնա, ինչը։ Ինչ եք խնդրում տիրոջից։ Մեր ազգի վաղվա օրը լավը լինի, արևոտ լինի, կապույտ երկինք մեր ազգի համար։ Անկախ մեր ազգակիցները որ երկրում են ապրում, հատկապես մեր բնորանի Հայաստանի սրբազան մեր երկրում ուրեմն խաղաղություն լինի եւ այդ զոհեր չունենանք ընդհանրապես, որովհետեւ անմեղ տեղ է, եթե այսքան զոհեր պետքա տայինք եւ վերջում Ղարաբաղը նորից տայինք Ալիև սրիկային ուրեմն անմեղ կորավ այդ արյունը էլի ոմանց պատճառով ինչ մարդկանց հագահության պատճառով սրիկայության պատճառով Ինչ խոսք ունեք ձեր երկրպագուներին Կարծում եմ շուտով կհանդիպենք նորից Շնորհակալություն պարոն Եդիգարյան Խնդրեմ Շնորհակալ եմ որ հյուրընկալեցիք ձեր տուն Շնորհակալ եմ հետաքրքիր եւ միևնույն ժամանակ բովանդակալից զրույցի համար Ես էլ եմ շնորհակալ Արեգ ջան Լավ եղեք հուսով եմ մի օր կհանդիպենք Երևանում այո Ամենայն բարիք ձեզ Եղավ Արեգ ջան Շնորհակալ եմ Այսպիսին էր այսօրվա տեսլականը զրուցում էի տրագիկոմիկ ժանրի դերասան Աշոտ Եդիգարյանի հետ Շնորհակալություն ուշադրության համար բաժանորդագրվեք մեր ալիքին խաղաղություն Հայաստան աշխարհին Հիշում եմ շատ դեպքերում մենակ եմ լինում նույնիսկ լաց եմ լինում Այն Աստված 10 օր խոսել ես չէր գալիս հիմա ես սիրտս լցվեց Երբ Հայաստանից հեռացաք շատ էմոցիոնալ վիճակում էիք Հա Ասում եմ դու ցանկանում ես Աստված տնօրինում է Հարցեր կան որոնց հետ անհաշտ եք Անպայման իհարկե Սա ճակատագրի դաժան խաղեր մի տարվա մեջ 6 եւ 9 տարեկան երեխաներին թաղումը Ձեր թիկունքը ինչպես կոտրվեց այդ ժամանակ Ուրեմն անմեղ կորավ այդ արյունը էլի Ամենաշատը ինչից եք հիասթափված Եվ երբ որ կորցրի իրոք ես որբացա եւ